Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվին Սրբո ամեն։ Այսօր մեծ պահքի երկրորդ կիրակին է սիրելիներ, որ կոչվում է արտաքսման կիրակի։ Մարդկային կյանքի դժբախտության, արտաքսումի, մերժումի խորհուրդն ունի։ Եվ այսօր ընթերցումի մեջ Պողոս Արաքյալը Հռոմեացին ուղղված նամակի մեջ եւ Հիսուս Քրիստոս Մատթեոս ավետարանի մեջ երկու կարևոր պատգամ ունեն մեզ ուղղված։ Նախ Պողոս Արաքյալն ասում է. «Սիրելի քույրեր եւ եղբայրներ, Աստծուց տրված ինչ շնորհով աղաչում եմ ձեզ, դուք ձեզ ավելին մի գնահատեք, ավելին մի կարծեք, քան ինչ որ դուք կաք, այլ դուք ձեզ քննեք եւ ճանաչեք այն հավատքով, որ չափով որ Աստված ձեզ տվեց»։ Եվ այսօրվա ավետարանը վերջավորության Հիսուս վերջացրեց իր խոսքը ասելով. «Եղեք կատարյալ, ինչպես որ ձեր երկնավոր հայրն է կատարյալ»։ Ադամի եւ Եվայի այս ողբերգությունը, սիրելիներ, իրականում մարդու յուրաքանչյուր ինձանից սկսած մարդու պատմությունն է։ Ինչպես որ մեր նախածնողները սայթակեցին, այնպես էլ մենք կարող ենք սայթակել։ Երեք կարևոր պատճառ կա՝ հոգևոր, փիլիսոփայական եւ հոգեբանական։ Հոգևոր այն է, որ Աստված մարդուն տվեց ազատ կամք գործելու, բայց մարդ իր ընտրությամբ, ազատ ընտրությամբ ընտրեց այն, ինչ որ Աստծո կամքը չէր եւ փորձեց ինքն իրեն ավելի գերագնահատել, այսինքն ունեցածի մեջ ինքը ձանձրացավ, հոգնեց գուցե եւ ուզեց ավելին Աստծո պես լինել եւ սայթակեց։ Երկրորդ փիլիսոփաներն ասում են, որ մարդը մեղք գործում է դրդված լինելով բարոյական կամ ինչ որ օրենքներ խախտելով եւ գնալով դեպի մեղքը։ Իսկ հոգեբաններն ասում են, որ մարդը մեղք է գործում միջավայրի ազդեցության պատճառով, ուրիշների ազդեցության տակ ընկնելով կամ ինչ որ բան չհասկանալով, անգիտակցաբար գնալով այդ կողմ։ Բայց մեզ հետաքրքրում է, թե մարդը իբրև հոգևոր էակ ինչու մեղք գործեց, ինչ է նշանակում իր ազատ կամքը գործածել մեղքին ծառադառնալու, մեղքի հետևից գնալով հավիտենական կյանքը կորցնել։ Երբ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով ու նմանությամբ, այսինքն Աստծու պատկերն ու նմանությունն էր մարդը կրում եւ ամենագլխավորը ազատ էր ամեն ինչ անելու։ Ինչպես որ Եսայի մարգարեի շուրթերով է ասում Տերը, քեզ երկու ճանապարհ եմ տալիս՝ կյանքի եւ օրհնության ճանապարհը եւ անեծքի եւ մահվան ճանապարհը։ Ասում է, բայց լավ կլինի, որ դու ընտրես կյանքի եւ օրհնության ճանապարհը։ Երբ Աստված մարդուն դրեց դրախտի մեջ, դրախտի բոլոր ծառերից ասես կարող եք ուտել։ Ամեն ինչ որ կա ձեզ համար է, բայց այնտեղ երկու ծառ կար՝ կյանքի կենաց ծառը եւ չարու ու բարու գիտության ծառը։ Եվ ասաց, այս ծառից չուտեք, որ պահին որ ուտեք, այդ ժամանակ կմեռնեք։ Հիմի բնական հարց պիտի առաջանա մեր մեջ, եթե այդպես պիտի լիներ, Աստված գիտեր, որ պետք է մարդ այդ պտուղը վերցներ, ճաշակեր ու զրկվեր, հապա ինչու Աստված արեց։ Ինքը Աստված ուզում էր մարդուն փորձել կամ ուզում էր մարդուն ընկած տեսնել։ Իհարկե որ, սիրելիներ։ Երբ որ մարդուն ասում ենք դու ազատ ես, քեզ ազատություն է տրված, այդ ազատության մեջ նաև կան սահմաններ։ Եվ այդ սահմանները դու միշտ պիտի կարողանաս ոչ միայն տեսնել, զգալ, այլև այդ սահմանները պահպանել։ Եվ այդ սահմանների պահպանության համար էր տրված այդ ծառից չճաշակելը։ Ինչու՞։ Որովհետև քո երջանկությունը, քո հավիտենական կյանքը կախված էր այդ ծառից։ Դու շարունակություն կունենաս այդ կյանքի մեջ, թե չես ունենա։ Հիմա տեսեք, Պողոս Արաքյանն իր նամակի մեջ ասում է. մենք ազատ ենք ամեն բան անելու։ Մեզ թույլատրված է ամեն ինչ, բայց ամեն բան չէ, որ մեր հոգու փրկության համար է։ Ուրեմն ամեն բան մեր կյանքի մեջ իր սահման ունի։ Մենք էլ մեր մարդկային հարաբերությունների մեջ, երբ որ մեկը մի փոքրիկ, այսպես ասեմ, լկստվում է կամ իր չափը անցնում ենք, ասում ենք սահմաններդ ճանաչիր, չափդ չանցնես։ Մենք էլ ենք այս սա օգտագործում, այսինքն ամեն մարդ իր սահմանը ունի գծված եւ այդ սահմանը ոչ միայն պիտի ճանաչի, այլև պետք է այդ սահմանը պահպանի, որպեսզի դիմացինին չվիրավորի։ Դրա համար է ասում Պողոս Արաքյալը, խնդրում եմ ձեզ, դուք ձեզ ավելին մի կարծեք, մի գնահատեք ձեզ ավելին, այլ քննեք ինչ որ դուք կաք, ձեզ տեսեք այն հավատքով, որ Աստված տվել է ձեզ։ Ուրեմն այդ հավատքի ազատությունը
այդ սահմանները պահպանելն է։ Ուրեմն այդ սահմանի պահպանումը Ադամի եւ Եվայի եւ յուրաքանչյուր մարդու համար այն էր, որ դու մեղքի պտուղը չճաշակեիր։ Երբ որ ես տարիներ առաջ բանտում ծառայում էի, մեկին հանդիպեցի, թմրամոլ էր եւ թմրանյութ վաճառելու համար էր բանտում հայտնված, ինձ փորձում էր համոզել, որ ինքը մարդկանց օգուտի համար է այս ամենը արել։ Ինչու ասում է, ուզում էի հասկանալ, թե թմրամոլը այդ նյութ օգտագործելուց ինչ է զգում, եւ ես էլ որոշեցի փորձելու հասկանալու թե ինչ է սա։ Եվ հետո ոչ միայն ինքը դարձավ, այլև սկսեց վաճառել եւ ասում էր հիմա տես գիրք եմ գրում այդ ամենի մասին։ Ուրեմն պետք է որ դու մեղքը ճաշակես, որ հասկանաս։ Ուրեմն նաև Ադամի Եվայի պատմության մեջ մեկ ուրիշ մի բան կար, մեր մարդկային։ Այսօր մեր աշոտ ինձ հարցնում էր, ասում է մարդ երբ որ հոգնում է, ձանձրանում է, ինչ է անում։ Ես էլ ասեցի, ինչ պիտի անի։ Արգելված պտուղն է սկսում փնտրել ճաշակելու համար։ Մեր կյանքի մեջ մենք հոգնում ենք, սա բնական է, մենք հոգնում ենք մարդիկս, աշխատանքից, միջավայրից, մարդկանցից, իրարից հոգնում ենք։ Եվ այդ հոգնության պահին է մարդու մեջ միտք առաջանում, նոր ինչ անեմ։ Երբ որ այս ամենի մեջ Ադամն ու Եվան ապրում են անհոգ, խաղաղ, երջանիկ, ամեն օր Աստծո հետ էին, հիմա Սատանան հարց է տալիս, չի ասում կեր, Եվային հարցնում է ինչու չեք ուտում։ Եվան իր բերանով պատասխանում է, որ ուտենք կմեռնենք։ Գիտի Եվան, որ ուտենք կմեռնեն, բայց Սատանան ասում է չեք մեռնի, հակառակը աստվածներ կդառնաք։ Եվ քանի որ այս ամենը արդեն ձանձրալի էր գուցե իրենց համար, ամեն օր դրախտի մեջ, խաղաղ, երջանիկ, Աստծո հետ, մեկ ավելի բարձր բան էին ուզում Աստծո պես լինել, իրենք էլ տնօրինություններ անեին, հրամաններ տան, ինչպես որ մենք այսօր ձգտում ենք հրամաններ տամ, հրամանել արձակենք, Եվան ասում է նայեց պտղին եւ պտուղը նրա համար հաճելի թվաց։ Եվ կերավ ու տվեց ասում իր կողքը կանգնած ամուսնուն։ Կերան ու իրենց մերկությունը, այսինքն իրենց մեղք վիճակը տեսան, զրկվեցին Աստծո շնորհներից եւ Աստծո ներկայությունից։ Ուրեմն այս ազատ կամքի գործածությունը սա է սիրելիներ։ Տեսեք, երեք երկրաշարժ եղավ, չէ՞։ Բոլորս զգացինք։ Մենք կարող ենք երկրաշարժը կառավարել։ Չենք կարող։ Երկրաշարժը եղել է, լինելու է, պիտի լինի, հազարավորներ պիտի զոհվեն այդ երկրաշարժից։ Այսինքն դու բնության հետ չես կարող պայքարել, բայց Աստված ասում է քո տունը ժայռի վրա սարքիր, ոչ թե շարժվող հողի վրա։ Այսինքն գիտությունը զարգացել է, մեզ նախապես արդեն զգուշացնում են, որ ցնցումներ պիտի լինի, սա պիտի լինի, բայց մենք շարունակում ենք հին մարդու պես ապրել։ Եվ Պողոս Առաքյալի այսօրախոսն էլ սա էր, որ այս աշխարհի կերպարանքով, այսինքն այս աշխարհի տեսքով հանկարծ չկերպարանվեք, այս աշխարհին չփորձեք նմանվել, այս աշխարհը ձեզ տանում է շարժվող հողի վրա, դուք այնտեղ հաստատուն հիմք չեք ունենալու։ Տեսեք կա մեկ ուրիշ մի բան, երբ է ջրհեղեղ լինում, անձրևից, չէ, բայց երբ որ ամեն անձրևի կաթիլը վերցնես, ինքը մեղավոր չէ, բազում կաթիլների հետևանքով ջուրը հավաքվում, հետո ուսում է շարժվել, իր ճանապարհին ամեն բան քանդել։ Այնպես էլ մեղքն է, ամեն մեկից մեղքի կաթիլը կաթեցնում են մեղքի օվկիանոսի մեջ, գետերի մեջ, հետո դրանք ափերից դուրս են գալիս, մեր կյանքի մեջ բերում են ավեր, երկրաշարժ, պատերազմ, համաճարակ, չարություն, ատելություն, այս պահին սերիայում նույնիսկ ցեղասպանություն, որ մարդուն թույլ չեն տալիս պարզապես իր հավատքով ապրելու համար, իր պարզ ներկայությամբ, իր ազատության մեջ ապրելու համար։ Ուրեմն այս սահմաններն է խախտված։ Դրա համար Աստված այդ առաջին պատվիրանը տվեց, որ չուտեք, հանկարծ չուտեք, սահմանը կխախտվի եւ դուք ձեր երջանկությունը կկորցնեք։ Եվ ինչ եղավ, ասում ենք, Աստված մարդուն հանեց դրախտից, արտաքսեց։ Եթե որևէ մեկը զրկվել է ինչ-որ կարևոր մեկի ներկայությունից կամ իր գործից, որևէ մեկին տեսնելուց կհասկանա, թե ինչ վատ բան է զրկված լինել, մի բան, որ դու այլևս չես կարող անել, քեզ արգելում են անել։ Բայց ոչ թե Աստված դա մարդուն պատիժ իբրև տվեց, այլ հակառակ ասեց. «Մինչև չգնաք, ձեր սահմանները չհասկանաք եւ չձգտեք այդ սահմանները պահպանել, կյանքի ծառից չեք կարող ճաշակել»։ Մուտք չկա այստեղ այլևս։ Մինչև որ մարդ իր սահմանը չճանաչի, իր ապստամբությանը հետ չդնի, հետ չկանգնի, հասկանա, որ ինքը իբրև արարած չի կարող Աստծուն նմանվել, Աստծուն հավասար լինել, այլ ինքը միշտ խոնարհությամբ պիտի գնա այդ ճանապարհով, վերադարձը փակ է։ Ուրեմն այդ սահմանների խախտման մասին էր այսօր սիրելիներ, որ արտաքսումը ինչի համար է լինում։
Մեր կյանքի մեջ էլ չէ, երբեմն մենք չափ հանցնում ենք, ավել բան ենք ասում մեր դիմացինին, վիրավորում ենք մեր դիմացինին, գիտակցաբար կամ չգիտակցաբար, երբ որ հարցում ես ինչու ասացիր, ասում ես չգիտեմ, ուղղակի ասեցի։ Չհասկանալով այդ սահմանը խախտվեց, դա բարոյականության սահման է, դա հոգևոր սահման է, դա մարդկային արժանհամակարգի սահմանն է։ Մեզ համար բարոյականության գագաթը սուրբ գիրքն է, որ այդ օրենքներով մենք փորձում ենք ապրել։ Բայց դրանից առաջ նաև Աստված բնությունն է դրել իբրև օրենքներ մեր կյանքի մեջ։ Եթե դուք մարդիկը գիտեք, աշխարհում տարեկան 7 միլիոն քառակուսի ծառ է հատվում, անտառ է հատվում մարդկային պետքերի համար, շենքեր կառուցելու համար, վառելու համար կամ ինչ-որ մի բանի համար։ Սա նշում է, որ դու Աստծո տված բնությունը, որի մեջ դու պետք է ներդաշնակ ապրեիր, քո դեմ ես հանում։ Աշխարհի մեջ տարեկան սիրելիներ մարդը հազարավոր, միլիոնավոր մեղքեր է գործում։ Երկրորդը դու ընդերքն ես քանդում, ագահությամբ, փող ունենալու պատճառով Աստծո տվածը դու ավիրում ես։ Սրանք բերում են պատճառներ, պատճառը հետևանքային կապը բերում է քեզ աղետներ, հիվանդություններ, եւ մենք ասում ենք ինչու մարդու կյանքը կարճացա։ Եվ Դավիթ մարգարեն հարցում է Տեր, քանի տարի է կյանքիս օրը, ասում է, որպեսզի իմանամ, թե ես ինչքան կորուստ եմ ունեցել, ոչ թե ինչքան պիտի ապրեմ, այլ ինչքան կորուստ եմ ունեցել, մեղքի պատճառով իմ կյանքից ինչքան է կրճատվել, ինչքան է իմ կյանքը պակասել այս աշխարհի վրա։ Եվ այս արտաքսումի զգացումով ապրելը սարսափելի բան է, սիրելիներ։ Եվ դրա համար Հիսուս վերջում ասում է մեզ կատարյալ եղեք, ինչպես որ ձեր երկնավոր հայրն է կատարյալ։ Խոսեց այսօր, թե մարդ ինչպես պիտի ապրի Հիսուս։ Նախ ասում է ձեր եղբորը հիմար կամ ապուշ չասեք, դրա համար դատապարտություն պիտի ստանաք։ Շնության, սպանության մեղքը ձեր կյանքի մեջ տիրական պահանջ չդարձնեք։ Չմոռանաք, որ այն օրենքները ինչ որ գրված է, դուք պիտի ասեք։ Մենք ամեն անգամ ինչ ենք ասում վերջում, բոլորդ ինչ եք ասում։ Ամեն, չէ։ Ինչի համար եք ամեն ասում, ամեն ինչ է նշանակում։ Թող այդպես լինի, կամ ավելի կարճ, համաձայն ենք այդ ասվածին։ Երբ է մարդը համաձայն լինում, երբ որ իրեն օգտակարությունը չէ գտնում, երբ որ ինքը գիտի ինչ որ այս ամենը ասվեց, իր օգուտի համար ասում է ամեն, թող այդպես լինի։ Բայց մարդը Աստծո օրենքներին շատ քիչ է ամեն ասում, չի ասում թող այդպես լինի։ Երբ որ իրեն պետք է, այդ ժամանակ է ասում ամեն։ Երբ որ իրեն անհրաժեշտ է, այդ ժամանակ է ուզում Աստծո օրենքներով ապրել։ Երբ որ անապատում էլ Մովսես մարգարեն Աստծո օրենքները կարդաց, ժողովուրդը լսեց, բոլորն ասացին ամեն, թող այդպես, այսինքն մենք համաձայն ենք այս օրենքներով ապրել։ Երբ Հիսուս եկավ ասեց երկնքի արքայությունը մոտեցել ապաշխարեք, նորից մարդիկ ասացին ամեն։ Երբ որ գնացին Հովանես Մկրտչի մոտ մկրտվելու, Հովանես մերժում է իժերի ծնունդներ, ձեզով սովորեցեց վերահաս վտանգից փախնելու, այսինքն երբ հասկացաք, որ վտանգ արդեն պիտի կորչեք, դրա համար եկել եք մեղքերի թողության համար մկրտություն ստանալու։ Տեսեք, մարդիկ վտանգը զգալու պահին են այս ամենը անում, հիշում Աստծո օրենքների մասին։ Ես չեմ կարծում, որ մարդիկ ինձանից սկսած, երբ որ առավոտյան արթնանում են, առաջին միտքը գալիս է, թե ոնց անեմ այսօր Աստծո օրենքները չխախտեմ։ Հակառակը մտածում ենք, թե ոնց անենք մի բան ավել փախցնենք այս կյանքից մեր նյութական պետքերը բարելավելու համար։ Ոնց անենք մի քանի կոպեկ ավել աշխատենք այս աշխարհի մեջ չակերտավոր երջանկությունը կամ հանգստությունը մեր ապահովելու համար։ Բայց երբ որ արդեն վտանգ ենք զգում, մենք տեսնում ենք, որ արտաքսման վտանգը կա մեր կյանքի մեջ, այդ ժամանակ հիշում ենք, որ պետք է Աստծո օրենքով ապրել։ Եվ այս արտաքսումը ոչ թե մարդուն մերժելն է, ոչ թե մարդուն հեռացնելն է, այլ Աստված մարդուն մի փոքր հեռու է դնում, ասում է, եթե ուզում ես գալ այստեղ, ինքդ պիտի գաս։ Ես բոլոր կամուրջները պատրաստ պահել եմ, բոլոր ճանապարհները քեզ համար բաց են։ Դու պետք է ձգտես այն կատարելությանը, որ մեր նախածնողները մերժեցին եւ ընկան այս աշխարհի մեջ։ Եվ վերջապես մենք էլ սիրելիներ, ինչ որ բան, որ մեզ համար անծանոթ է, մենք ուզում ենք փորձել ու տեսնել։ Բայց ամեն բան չէ, որ պետք է մարդը փորձի։ Պետք չի, որ ես ծխեմ, որ հասկանամ ծխելը վատ բան է։ Պետք չի, որ շնանաս, որ հասկանաս դա պղծություն է ոչ միայն քո կողակցի, քո ընտանիքի հանդեպ, այլև ինքդ քո այս տաճարը, որ Աստծո Սուրբ Հոգու բնակարանն է, նաև սա ես պղծում։ Պետք չի խաբել, հետո վախով ապրել։ Սրանք պետք չի փորձել, հետո հասկանալ, որ սրանից ինչ վնասներ մենք ստացանք։ Այլ պետք է քո սահմանը ճանաչես եւ ճանաչելու հետ ամենակարևորը պահպանես այդ սահմանը,
թույլ չտաս սահմանդ անցնել այն կողմ, որտեղ քեզ հավիտենական մահվան վտանգը կա։ Եվ սա է պատճառը նաև, որ Ադամի եւ Եվայի գործած մեղքը կոչվում է ադամական մեղք եւ ժառանգաբար բոլոր մարդկանց վրա գալիս է։ Այսինքն այդ ժառանգական մեղքը մարդուն զրկում է անմահությունից եւ երկինքը փակում է մարդու համար, մինչեւ որ մարդը չգիտակցի, չհասկանա, թե այն սահմանը, որ Աստված գծել էր, պարզապես Աստծո կմահաճույքը չէր։ Աստված չէր ուզում, որ մարդը մեղանչեր, ինքն էլ տեսնել ուրախանար, հակառակը։ Աստված այդ սահմանը գծեց, որ մարդը այդ սահմանից այն կողմ մահվան վտանգը չզգա իր կյանքի մեջ, որ ինքը մենակության զգացումը չապրի։ Պատկերացրեք Ադամին ու Եվային լույսի մեջ, խաղաղության մեջ, սիրո մեջ, մեկ էլ հանկարծ դուրս են գալիս խավար, կայծակ, մութ, անպամած, ցուրտ, ու իրենք վախենում են, որովհետև ոչ ոք այլևս չկա, որ հետը խոսեն։ Երբ որ մեկին մի բան մերժում ես կամ ինքը արդեն մերժված է լինում իր ընտանիքից, իր ընկերներից, դա սարսափելի ցավ է, որովհետև իր համար ամեն ինչ վերջանում է, որովհետև այն սերը, որի մեջ ինքը ապրում էր, այդ սիրո սահմանը չհասկացավ, ինքը կորցրեց։ Ուրեմն սերը բարոյական հոգևոր այդ օրենքների պահպանումն է, որ կոչված են յուրաքանչյուր մարդ պահելու համար։ Անցյալ կիրակին մեր երջանկության մասին էր։ Այսպես է լինում, որ մարդը, երբ որ իր երջանկությունը չի գնահատում, ունեցածը չի արժևորում, ինքը շատ հեշտությամբ կորցնում է։ Դրա համար այսօրվա Պողոս առաքյալի խոսքը՝ դուք ձեզ խնդրում եմ, ձեզ ավելի մի գնահատեք, մի գերագնահատեք ձեր ով լինելը։ Ձեզ քննեք եւ տեսեք այն հավատքի չափով, որ Աստված տվեց ձեզ։ Այս հավատքի մեջ մենք պիտի նայենք։ Եթե ուզենանք, մեզ կարող ենք Աստված էլ համարել, մեզ կարող ենք ամենահզոր էլ դարձնենք, ամենակարող էլ դարձնենք։ Դա մենք ենք մեզ այդպես համարում։ Հարցրեք Աստծուն, ինչ կարծիք ունի մեր մասին։ Բոլոր վախկոտ ու թուլամոր մարդիկ ուժեղ են ձևանում, վախեցնում են մարդկանց զենքի սպառնալիքով, ուժի սպառնալիքով, որպեսզի իրենց թուլություններն ու վախերը չտեսնեն։ Բայց երբ որ մի փոքրիկ վտանգ են զգում, առաջին իրենք են լքում այն բարիկադը, որ կոչված են պաշտպանելու այն սահմանը, որ կոչվում է հավիտենական կյանք։ Թող Տեր օրհնի բոլորի սիրելիներ, խաղաղության մեջ պահի, որ երբեք այս արտաքսումի զգացումը ձեր կյանքի մերժված լինելու զգացումը ձեր կյանքի մեջ չունենաք։ Դա սարսափելի բան է, որ քեզ համար դուռ են փակում, երբ որ քեզ համար ճանապարհ են փակում, երբ որ քեզ այլևս ասում են դու այս տանը տեղ չունես։ Կարճ ասած, սա էր Աստծո խոսքը, այլևս այս տան մեջ դուք տեղ չունեք, մինչև չհասկանաք, ինչ կորցրեցիք եւ ինչպես եք ուզում այդ ամենը վերականգնել, եւ տեսեք, ասում է, սուրը ձեռքին հրեշտակին կանգնացրեց դրախտի դռան առջև, որ յուրաքանչյուր մարդ, որ ուզում է մտնի, այս ճանապարհը պիտի անցնի, գնահատելու ինքն իրեն հավատքի ճանապարհով, կատելության ճանապարհով, սրբության ճանապարհով, հնազանդության ճանապարհով եւ ամենակարևորը սիրելու ճանապարհով։ Եվ Պողոս առաքյալի խոսքը ամբողջ այսօր Հռոմեացի նամակի մեջ դա էր. սիրեք իրար, սիրեք ձեր ընկերոջ, ինչպես ինքը ձեզ եք։ Եթե սիրեք, այս ամենը ամեն ձև, ամեն կերպ մեր կյանքից դուրս կգա եւ Տիրոջ ներկայությունը նորից մեզ համար տեսանելի, զգալի եւ ցանկալի կդառնա։ Թող Տիրոջ սերը, խաղաղությունը, Աստծո շնորհները ամենքիդ հետ լինեն այժմ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։